Ախ, ինչ ասում ենք, պարոն Թունյան, ասում եք ես եմ եղել, ես եմ արել, լավ, շատ լավ, դուք եք բանը, հիմա պարզ բաները, եթե մենք քննարկում ենք եւ պետք է անընդհատ, ասենք, արդարացվի եւ բուն թեման թողնվի մի կողմ, այս քննարկումներն էլ անիմաստ դառնում։ Եթե այդքան հրատապ է, ի վերջո լիազոր մարմին կա եւ բավականին խորը ես տեսնում եմ, որ ոլորտի համակարգողը խորը պատկերացնում է այդ խնդիրները, գիտի այդ մասին։ Այսինքն մի կողմից ասում եք այդքան հրատապա, բայց լավ է որ Նարեկը Ղարամանյան, ասենք այս նախագիծը բերեց։ Բայց այդ հրատապ խնդիրները, որ օր առաջ, ժամ առաջ պետք է կարգավորման ենթարկվեն, տեսեք այդ պատերազմը երբ ա եղել, դրա հետևանքով այդ փոփոխությունները երբ են եղել, այդ սուբսիդավորումները, այսինքն շատ հրատապի դեպքում այո լիազոր մարմինը պետք է բերեր առաջարկեր 24-ժամյա ռեժիմով եւ այս կարգավորումները փոփոխվեր եւ լիներ։ Հիմա ամբողջ ասած, ստեղ ոչ թե կապրիզի հարց կա կամ անիմաստ հակադրվելու, ինչպես դուք փորձում եք ներկայացնել, այս շատ պարզ բան կա, ասում են պետությունը պետք է լինի տեսանելի։ Եթե նույնիսկ մի լավ բան ես անում, այսինքն չպետք է այդ անես, այսպես ստրեսներ առաջացնելու կամ չգիտեմ, բան կոշտ տենց միջամտությունների մտնելու դուրս գալու ճանապարհով։ Պարզ ընթացակարգերով գոյություն ունեն կարգավորումներ, մարդիկ ներդրում են արել, այդ թվում ներկրողները, որոնք տնտեսվարող են, այդ թվում մեր արտադրողները, ոչ մեկ չի ասում տեղական արտադրում, ինչ եք մանիպուլացնում, պարոն Թունյան։ Ես ասում եմ տեղական արտադրությունը պետք է չպաշտպանվի, տենց բան եմ ասում։ Մենք մոտեցման մասին ենք խոսում, ոնց անենք, որ արդյունավետ պաշտպանվի եւ հնարավորինս քիչ վնասով ավելի մեծ օգուտ։ Սա ենք քննարկում։ Իսկ մնացած այս մոտեցումները մեկ այլ խնդիր է առաջանում։ Պետության նկատմամբ վստահությունը, տեսանելիությունը երկարաժամկետ տուժում է սրանից։